գնացեք։ Հետ գնացեք ժողովուրդ։ Միան նկարեմ ա։ Ոնց ես մեկը։ Չէ, չէ։ Ախպերս դե հիմա որ չէ, ասում ենք, ուրեմն չէ, էլի ցավոք կա։ Ավայ դեք չէ։ Preparat-եք ներսել։ Աղեք հենց հետ գնացեք։ Շատ կարևոր խաղ է, քանի որ Հենջան էլի վերև էլի ապել։ Չէ, շատ կարևոր խաղ է մեր համար, քանի որ Բելարուսիան շատ կարելի ասել նման է Բուլղարիային եւ Մալտային։ Այդ շատ հետաքրքիր խաղն է, քանի որ իրանք է շատ հզոր թիմ ունեն ու շատ լավ խաղն է։ Թիմն է հայտվակ է, հա, ինչա, Դե որ Բելարուսիայում խաղան Շատրյան, չէ, ուղղակի որպես կապը շփված լինի։ Չէ, ես ճիշտ ասած լավ շփված չեմ, որ ինչա ուդից է, բայց եթե հայերն էր, մեր զբոսնիկ խաղար։ Դրա համար իր մասը չեմ լսել, ճիշտ ասած։ Ուզում եմ իմանալ Ղազախստանի խաղից ինչպիսին է խաղը, քո մեկնաբանությունը եւ ինչ թերություններ կային շտկելու առումով կան, թե չէ։ Ղազախստանի խաղը Կարծիքով Ղազախստանի խաղը շատ լավ սկսեցինք, շատ կարևոր էր, որ գոլերը շուտ գնացին մեր համար։ Երևի երկրորդ տայմը ավելի տեմպերը գցեցինք, գոլի դեմ ավելի անուշադիր էինք, բայց ամենակարևորն էր, որ հաղթանակ տարանք մեր դաշտում, նամանավանդ Հունաստանի խաղից հետո, որը որ կարևոր էր, որ մենք ցույց տանք, որ ասենք մենք լավ մարզավիճակում չէինք, բայց հիմա չենք կարող ասենք, որ լավ մարզավիճակով չենք, քանի որ սաղսը խաղում ենք, սաղսը լավ մարզավիճակի մեջ ենք։ Ինչ կասես Արազի տրանսֆերի մասին, Կրասնոդարում արդեն 4 հայ ֆուտբոլիստ է խաղում։ Շատ լավ է, ասենք շատ ուրախալի է, որ Արազը, ասենք սենց ասեմ, ամեն ֆուտբոլիստ իր որոշումը ինքն է կայացնում, դե իր կարիերային որն է ճիշտը, որն է սխալը։ Ես է Եվրոպայից եկա Ռուսաստան խաղալու եւ հույսով եմ, որ ինքը կխաղա շուտ կհարմարվի թիմին, կսկսի խաղալը թիմի հետ, բայց ուրախ եմ իր համար։ Եթե ինքը ուրախ է, մենք բոլորս պետք է ուրախ ենք։ Ինքը ասաց, որ քո խորհրդով էր ինչ որտեղ տեղափոխվել, ինչ ես խորհրդով հետաքրքիր է։ Ինչ եմ խորհրդով։ Չէ, իրան ես ինչը որ կարա դենց ասել եմ, ոնց է Ռուսաստանի լիգան, ոնց է Կրասնոդարի ապրելը, ճիշտ է։ Եվրոպայի շատ է տարբերվում Կրասնոդար ապրելը, բայց էլի վատ չի, քանի որ վերջով դե ֆինանսապես էլ է շատ լավ Ռուսաստանում խաղալը ու դրա համար, ասենք, բաներ կան որ ասել եմ, պետք չի ասել, բայց լավ է։ Ով Արզումանյանին դուք խորհուրդ եք իրար հետ խաղացել եք Անդերսեն, հիմա ինքը ընդեղ է, դեզ մտան ինչ շուտ է։ Արզումանյանը ճիշտ է ինքը թիմ ապընտրում հիմա, բայց հույսով ենք, որ շուտով արդեն թիմ կունենանք խաղա, որտեվ ինքը մեր հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, շատ մեծ դեր է խաղում մեր հավաքականում, դրա համար մեզ ինքը հավաքականում պետք է, դրա համար հույսով կլինենք, որ շուտով ինքը լավ թիմ կգտնի, իր համար թիմ կգտնի, որ ինքը կարողանա ամեն խաղը խաղա, որ գալիք խաղերին պատրաստ լինի։ Կրասնոդարում չի։ Չգիտեմ ես ինքը։ Լևոն աշխարհի առաջության նախապատրաստական փուլից առաջ բավականին երկար նախապատրաստական փուլ անցանք։ Ինչպես ես գնահատում դու նախապատրաստական այս շրջանը։ Կարելի ասել չենք վերջացրել, ինչա Բելարուսիայի հետ կարելի խաղանք։ Ես էլ իմ համար էլ չենք վերջացրել նախապատրաստական փուլը։ Ինչ ասես առաջիկա մրցակցի Բելարուսի ծանոթ եմ, մի քանի խաղացողներ։ Ճիշտն ասած Անտոն Կոցիլոյի հետ Համբուրգում խաղացել եմ։ Մի քանի անգամ իրար հետ պարապել եմ, ծանոթ է, շատ լավ ֆուտբոլիստներ ունեն, դժվար խաղ ունեն,
բայց գինին խաղացած Մարզավիճակիդ մասին ինչ կասես, օպտիմալ մարզավիճակում ես։ Դե մեր առաջնությունն էլ Հայաստանում չի սկսել, բայց նորմալ ամեն ինչ սպորերը լավ անցկացրել ենք։ Թիմում վիճակում ծավալ ինչ-որ խոսակցությունները կամ, չգիտեմ, վերջերս քո մասին դեռ հիմա ինչ որևէ խնդիր կար, նորմալ վիճակում։ Խնդիրը նրանով էր, որ ուզում էի Տավրիա։ այլ տենց խոսակցություն կար, որ փոխեի թիմս, տեղափոխվեի Տավրիա, բայց որոշեցի, որ մնամ Լեհաստանում եւ հələ մի տարի կոնտրակտ ունեմ, չէ վերջին քան։ Ինչ հաշիվ ես կանխատեսում ամսի 15-ին։ Ես ընդհանրապես հաշիվս չեմ սիրում։ Իսկ մեր հաղթելու հնարավորությունները որքան են։ Որ մենք մեր ֆուտբոլը ցույց տանք, մեր խաղը խաղանք, թիմային աշխատենք, բոլորս իմ կարծիքով կհաղթենք։ Եթե խաղանք ինչպես Ղազախստանի հետ խաղացինք, կհաղթենք։ Դե չի կարելի երկու թիմին իրար հետ համեմատել, Ղազախստանը ուրիշ ոչինչ թիմը, Բելարուսը ուրիշ։ Որակական ինչ ֆուտբոլ է ցույց Բելարուսյան ավելի տեխնիկապես ուժեղար է, ֆիզիկապես Кирова. А предстоящие игры скажете? Предстоящие игры? Да. И вообще о сборной из Беларуси, вообще как вы подготовлены к этой игре? И что ожидаем от этой игры? Мы ожидаем только победы, естественно. Будем играть, стараться. Я думаю, что подготовлены все хорошо. В принципе, у всех уже сезоны идут. Поэтому все примерно в одинаковой форме, хорошие. А вот вообще о предстоящем сезоне, допустим, об играх чемпионата мира, в частности, об игре со сборной Италии. Это была грозная команда, к этому прибавилось еще второе место чемпионата Европы. Да, будет интересная игра. Хочется поиграть с Италией, хочется, естественно, выиграть. Поэтому я думаю, что мы будем полностью мобилизованы и будем играть только на победу. Артур, ты перешел в новый клуб, в Волгу. Какие ощущения, как уже там тренируешь? Пока только положительные. Набираю форму, знакомлюсь с ребятами. Хорошо приняли. Будем работать. Чем связано, что ты играешь в молодежном составе? Нет конкуренции или... Нет, только перешел, еще меня не особо знают и форму не набрал. Поэтому смотрят. А ориентировочно когда уже будешь задействован на основную команду? Ну, это от тренера зависит, но я думаю, что в ближайшее время. А как оценить свою форму сейчас подготовки? Ну, не в полной готовности, конечно, нахожусь, но уже приближаюсь к этому. А можешь прогнозировать счет матча? Нет. Нет. Դուք եք ասում փոխ չեմպիոն եք, հիմա Իտալիայից չխոսենք, որտեղ միջև Իտալիան հələ 3 հատ խաղ ունենք։ 5 խաղ 7 գոլ, ես ոնց ասած հաջող սկսվել մրցաշրջանը։ Դե կարելի ասել ինչ որտեղ աշխատանքի շնորհիվ է, ինչ որտեղ էլ թիմակիցների օգնությունն է, որտեղ որ հասնում է ինձ օգնության գալ ու օգնել ինձ այդ գոլերը խփել։ Շնորհակալ եմ նրանց, ճիշտ է դեռ առջևում 25 հանդիպում կա, 5 խաղ մի հատ գոլ դեռ ոչ մի բան չի նշանակում, որովհետև արդյունքն ամեն խաղաշրջանի վերջում ոչ թե խաղաշրջանի սկզբում կամ ինչ-որ կեսերում դրա համար ավելի ճիշտ կլինի հիմա չխոսալ ճիշտ է 5 խաղից 7 գոլ ինչ-որ տեղից չի սպասում, բայց ամեն ինչ պետք է սպասել այս կյանքում ու կաշխատեմ հետագայում ավելի շատ գոլեր խփել ու ուրախացնել երկրպագուներին։ Երեք ամենամոտ խաղի մասին չխոսենք, հա, Բելարուսիայի։ Ինչ է մեզ համար այդ խաղը։ Դե մեզ համար այդ խաղը երևի վերջին ստուգողական խաղն է կարելի ասել։ Շատ բան կորոշվի այս խաղում, արժե արդեն կողմնորոշի թեմում մեկնարկային կազմում դնի, ում փոխարինի, ինչ անի, իրան ավելի ճիշտ երևա, մեզանից էլ կախված է անել այն ամենը, ինչ որ պահանջվում է մարզի կողմից եւ ամենակարևորը հաղթել, որպեսզի վստահություն ձեռք բերենք մարտի խաղից առաջ։ Ինչ կարծիք ես Բելարուսի ինչ տեղից ներկան ինչ կարծիք ես Բելարուսի։ Դեռ չեմ նայել բելարուսների խաղը, եւ արդեն կվերցնենք նրանց հանդիպումը, մարզիչ ավելի կոնկրետ կասի թե որթուր կողմերից պետք է օգտվենք եւ ինչպես պետք է խաղանք, մենք էլ կփորձենք անել այդ ամենը։ Իսկ ինչ Հույսով եմ բարձր եւ լավագույն գալիքներ
պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք, ոչ թե նրա համար, որ պատրաստվում ենք նաև աշխարհի դրական փուլի առաջին հանդիպմանը, այլ նաև նրա համար, որ խաղալու ենք սեփական հարկի տակ, սեփական երկրպագուների ներքո եւ անել ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք տոնսարկել այդ օրը։ Հենրիխ 3 Շախտյորի կայքին Լուչեսկոն հարցազրույցում ասել էր, որ քո խաղին հետևում էին նաև Հյունիկում եղած ժամանակ ու դու ոնց որ նախապատվությունը տվել ես Մետալուրգին։ Տենց բան եղել է, որ Շախտյորը այդ ժամանակ հետաքրքրվել է, բայց դու ուզում ես Դոնեցկ։ Երևի հետաքրքրվել եմ, բայց ես տեղակ չեմ եղել։ Կոնկրետ ինտերվյուում գրած էր, որ դու նախապատվություն ես տվել Մետալուրգին։ Կոնկրետ առաջարկներ եղել են, հենց ամենառեալ առաջարկը եղել է Մետալուրգից, որն է որ որոշեցի ընտրել եւ շարունակել հետագա կարիերաս։ Կարծում եմ, որ սխալ քայլ չեմ կատարել, որից հետո հայտնվել եմ Շախտյորում եւ շնորհակալ եմ Լուչեսկոին, որ կարողացավ ինձ նկատել նաեւ Շախտյորում հանդես գալու տարիներից եւ հիմա անում եմ այն ամենը, որպեսզի նա միայն գոլ լինի ինձանից եւ իմ աշխատանքից։